Հայաստանի կառավարությունը բաղահաբանություն է տալու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև թրիփի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։ Կառավարության հավանությունից հետո այն քննարկվելու է Սահմանադրական դատարանում համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով, ապա ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։ Թրիփի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։ Հայաստանով անցնող TRIP Plus առևտրային նախագծի շրջանակում ստեղծված նոր հիմնադրամը կգլխավորի Ռուսաստանում ծնված Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող ներդրող Կոստանտին Սոկոլովը, հայտնում է Guardian-ը, նշելով, որ նշանակումը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Սոկոլովի ղեկավարած TRIP Plus հիմնադրամը կկառավարի առնվազն $201 միլիոն բյուջե և հնարավորություն կունենա վարկեր, դրամաշնորհեր ու ներդրումներ տրամադրել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ռազմավարական հումքերի ոլորտներում։ Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես Viva Armenia-ի համասեփականատեր։ Նա նաև կապվում է Թեղուտի հանքավայրի ձեռքբերման հնարավոր ծրագրերի հետ և ղեկավար պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ներդրումային ու էներգետիկ ընկերություններում։ Guardian-ի հաղորդմամբ Սոկոլովը նաև եղել է Դոնալդ Թրամփի հիմնադրամների նվիրատուներից մեկը, սակայն նրա նվիրատվության չափը չի հրապարակվել։ ԱՄՆ պետքարտուղարությունը վստահեցնում է, որ հիմնադրամը գործելու է ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխան, անկախ աուդիտի, հաշվետվությունների և շահերի բախման վերահսկման մեխանիզմներով։ Միևնույն ժամանակ պարբերականը նկատում է, որ դեռ պարզ չէ, թե Սոկոլովը կամ հիմնադրամի ղեկավարությունը որևէ ֆինանսական շահույթ ստանալու են նախագծից։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Բաքվում ապօրինաբար պահվող Դավիթ Իշխանյանի որդին Արմեն Իշխանյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և Եվրամիության ներգրավվածության հրամայականը խորագրով քննարկմանը։ Նա նշել է, որ Եվրամիության գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի նկատմամբ բավարար քաղաքական ճնշում չի իրականացվում, ընդգծելով Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Ցավով նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը էականորեն չի դրսևորվում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, և մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից, իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ, և այդ հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։ Թուրքիան հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու է սերտորեն համակարգել Ադրբեջանի հետ։ Անկարան իր նոր ծրագրում ընդգծում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է ընթանան զուգահեռ և համաձայնեցված։ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, միաժամանակ ուժեղացնելով Բաքվի հետ համագործակցությունը։ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղություններով։ Տարածաշրջանում կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումը և համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն։ Անկարան նաև հայտարարել է, որ իր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ շարունակելու է օգտագործել տարածաշրջանային խաղաղության, տնտեսական համագործակցության և կայունության ապահովման նպատակով։ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը, հայտնում է իսրայելական JNS պարբերականը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։ Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման առաջարկին, որը պետք է ներկայացվեր Քնեսեթի քննարկմանը, սակայն ըստ աղբյուրի որոշումը կասեցվել է տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի և Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին։ Նմանատիպ մարտավարությունը նորություն չէ իսրայելական քաղաքականության մեջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես քաղաքական մտրակ Թուրքիայի դեմ, որն ակտիվանում էր հարաբերությունների վատթարացման պահերին և անմիջապես սառեցվում, հենց դիվանագիտական հետնաբեմում սկսվում էին կուլիսային առևտուրն ու հաշվարկները։ Ուստի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հերթական կասեցումը ոչ թե պատահականություն էր, այլ հստակ հաշվարկված աշխարհաքաղաքական նահանջ։ Թել Ավիվը գերադասեց չխորացնել հակամարտությունը Թուրքիայի հետ և ընդառաջեց Ադրբեջանի միջնորդական հորդորներին, լինելով ներկայումս ոչ այնքան պարզ արտաքին քաղաքական իրավիճակում։ Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու և բողու կոմբինատի կապարակնիքը հեռացվել է ազատության փոխանցմամբ աշխատակիցները մուտք ու ելք են անում գործարանի տարածք, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ արտադրությունը չի վերսկսվել։ Նրա խոսքով տարածքում հարկային մարմինն է ստուգումներ իրականացնում, պետական եկամուտների կոմիտեն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը։
Ծառուկյանին պատկանող Multistone գործարանի աշխատակիցները այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով բացել կապարակնքված տարածքը եւ վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը։ Աշխատակիցների խոսքով գործարանը արդեն 10 օր է չի գործում, իսկ պետական մարմիններից իրենց դիմումներին պատասխան չեն ստացել։ Մեր գործարանը, մեր եկամտի միակ աղբյուրը փակել են։ Մենք մնացել ենք առանց գործի։ Ուստի ցավոք սրտի միջև հիմա հստակ իրոք ոնց որ մեր գոլեգան խոսած միջև հիմա ոչ մի բան չեն հարցտույք հաստատ բան չեն ասում, որ իմանանք երբ է բացվելու գործարանը, երբ մենք հնարավորություն ունենալու աշխատենք, չէ որ մեր միակ եկամտի աղբյուրը այս գործարանն է։ Մարդիկ այս գործարանով կոմունալ են վճարում, բան են անում, ուսանող են պահում, տարեց հիվանդ հասակակիցներ են պահում, ծերունիներ են պահում, մի խոսքով ինչ կարամ ասեմ, խնդրում եմ մեր խնդրանքն են մեր գործարանը բացեն, որ մենք ելնենք աշխատանքի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող սրանից ավել ասեմ, անընդհատ գալիս ենք նույն պատմությունը, նույն բանը։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանի գործի շուրջ իշխանության հետ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Նրա խոսքով Ղուկասյանի գործի վերաբերյալ իր գնահատականները հիմնված են իրավաբանական վերլուծությունների վրա։ Մի տարուց ավել է տեսել եք, արդեն 9 ամիս է ես կառավարում եմ, այդ քրեական գործերը նոր չէ որ հարուցված են, դատական process-ներում գնում ենք, ոչ մի տեղ, ոչ մի րոպե վախի այդ արդայությունը իմ կողմից չի եղել։ Հիմա պայքարը հանուն հայրենիքի էր եւ դրանն էլ ամեն խոչընդոտներ պետք է լինի։ Եթե մարդ մտնում է այս պայքարի մեջ, պետք է գիտենա, որ եւ վերեկներ կան, եւ վայրեջներ կան, եւ հետապնդումներ կլինեն, եւ հարվածներ կլինեն։ Եթե այդ ամեն ինչը ես էլ ձեզ ասեմ, հասում մարդ եմ, գիտակցում եմ, ի սկզբանե եմ գիտակցում, այն որ Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ ինձ կալանավորեն, ինձ փոխարինե Ավետիս Առաքելյանը, այդ ամբողջը մենք խոսել ենք, զրուցել ենք, այսպես ասած, ինչ որ վայ հավականի եկան, վայ պատգամավորության բան է, վերջտանք ուտպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում եւ առաջն ասված կարծում եմ որ մի օր անպայման հայ ժողովուրդը կգային մտքին, որ միակ ու միակ փրկությունը իր միասնության մեջ։ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է սոցցանցի իր էջում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա անձնագիր է ներկայացրել է որպես աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը։ Ինչպես խոստացել էինք, շատ շուտով այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի եւ անձնագիր եւ նույնականացման քարտ։ Իրանը հայտարարել է, որ արձանագրել է Միացյալ Նահանգների կողմից փոխըմբռնման հուշագրի առնվազն 42 խախտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդի նախագահային ուղղված նամակում նշել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Իրանի դիվանագետը նաեւ մեղադրել է Վաշինգտոնին խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումների համար, դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտումներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վստահեցրել է, որ կպատասխանեն Թրամփի հռետորաբանությանը գործողություններով եւ կպաշտպանեն իրանական հողի յուրաքանչյուր թիզը։ Ամերիկացի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին առաջիկա օրերին եւ հաջորդ շաբաթ, եթե Իրանի ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։